չգիտեմ ով է դա արել, բայց ակնհայտ է, որ կեղծիք նայում ես, բայց մարդկանց մոլորության մեջ գցելու համար է։ Մենք անպայման հայտարարությունով էլ հանդես գանք անում ենք ու մեր ժողովուրդն էլ իմանա, որ դա բացարձակ կեղծիք է։ Կեղծիք են տարածել, իբր մենք իշխանությանն ենք միանալու, չգիտեմ, ձայներն ենք տալու, սա բացարձակ կեղծիք է։ Ամենակեղտոտ քարոզչությունը, որ արվում է, կեղտոտ քարոզչությունը։ Տեխնոլոգիական մանիպուլյացիաներ են դրանք բոլորը։ Եվ հատուկ տեսել ժողովրդի վրա ոնց են ազդում, ոչ միայն վախացնելով մարդկանց, ամեն մեկը վախերով, այլ նաև այդ կեղտոտ հակաքարոզչություն, որ մեր դեմ հիմա անում են, կեղտոտ, շատ բարձ չի գտնում այդ ասի։ Ասենք ունես բաներ ա գրած, որ մենք երբեք այդ տեսանյութի մեջ երբեք նման բան ոչ միայն մեր էության մեջ չկա, երբեք նման բան չենք էլ ախր անգամ որևէ տեղ չի եղել եւ ես հույս ունեմ, որ մեր քաղաքացիները նաեւ ուշադիր կլինեն ու այդ կեղծ նաեւ տեսանյութերը կտարբերեն, որովհետեւ ու նաեւ կհասկանան, որ դա մեզ չի կարող վերաբերելի լինել ոչ մի ձև։ Մեր քաղաքական պայքարի անկյունակարին է, այսինքն մենք բացառելու այս իշխանությանը հեռացնելու համար ոտքի ենք կանգնել, որ պետությունը պատասխանատվություն վերցնի։ Իսկ սրանով ասենք տրամագծորեն հակառակն է։ Ու ժողովուրդն է մեղ, որտեվ ժողովուրդը ասենք շատ չի հասկանում, որն է արհեստական բանականություն, որն է նայում է օրինակ Արման Տաթևյանի դեմքով ինչ որ խոսույթ է գրում։ Պետք է այդ կեղծ սպիտակով երկումներ տարածել։ Այսինքն այդ ABC բանի մեդիայի լրագրող է, այդ աղջիկը, որ լրագրողը որ ներկայացնում է նախ M1-ի լոգոյի տակ, Աննան է։ Ու արհեստական բանականության կերպարը ստեղծել։ Շատ պարկեշտ լրագրող մեր գործընկեր, բայց օրինակ իրանք էլ պետք է տարածեն, որ դա ապատեղեկատվություն է։ ABC մեդիան էլ պիտի տարածի, որտեղ իրանք գործընկերոջներն են բանանում։ Նույն վիճակի մեջ գցում։ Էջը փաստորեն նոր բացված էջ, միակ վիդեոն էր էջի եւ միացած խոհազի։ Ոչ միայն դա չի, ոչ միայն դա է, էլի կան էջեր, որոնք մեր դեմ հիմա ակնհայտ տեսնելով այդ բարև ձեզ ժողովուրդ ջան։ Բարի օր։ Հա, կարող ենք, ինչի՞ չէ, որ մարդկանց դրա համար էի ասում, այն մայթով գնանք, որ մարդկանց դիմացից մարդիկ կա, ոչ հետևական է։ Հա, միանշանակ էլի էջեր կան, մեզ երբ որ զգացին, որ արդեն տեսնում են, որ ակնհայտ եւ անցողիկաշեմը եւ մարդկանց աջակցությունը եւ մեր գնալով մեր վարկանիշը բարձրացնում է, պարոն Անանյան, գնալով մեր վարկանիշը ասում են, որ տեսան բարձանում է եւ մարդկանց վերաբերմունքը մեր նկատմամբ մի անգամից կեղտոտ հակաքարոզչությունը սկսեցին։ Ու մենակ սա չի, էլի կան էջեր։ Մենք դրանք բոլորը հիմա հավաքագրել ենք, որ տարածենք անպայման։ Որ մարդիկ տեսնեն, դրանք fake կեղծիքներ են ընդհանրապես։ Ժողովրդին պիտի կոչ անենք, որ զգոնել են։ Կեղծիկը տարբեր է իրականությունից։